Կդրած ու ինքը վարորդ է։ Նայեք, տեսնում եք, ու իրան Մի հատ կբացեք տարածքը, որ համտեսանեք լինի, համ կարողանան նկարել։ Հա, բացեք տարածքը։ Մենք ժողովուրդս բանա չենք մտնելու ժողովրդի գրպանը փող անեն։ Բնականաբար ինքը խապելով մեզի, մտա մեր ջեբը, խապ տվեց, բժշկեց, մտա մեր ջեբից փող անեն։ Ինչի համար։ Չի կարելի, չէ, վերջապես չի կարելի։ Դուք հեշտությամբ եք վարում։ Նո, այն որ մեքենան վարում եմ ավտոմատ, ինքը ավտոմատ կառապկա է, վարում եմ սովորական, էլ ոնց ասում։ Նորմալ։ Իսկ հաշմանդամություն ինչ։ Երկրորդ խումբ զին հաշմանդամ եմ ես ինքս։ Որ պատերազմի ժամանակ 90-ականներին ես բանը ծառայության ընթացքում մարտական գործողության ժամանակ եմ վիրավորվել։ Ձեզ գնահատվածում եք որպես պատերազմի որպես պատերազմի մասնակից ձեզ գնահատվածում եք։ Գնահատված իրականում եթե գնահատվում ենք հասարակ մարդկանց շրջանով, իսկ վերևների կողմից բնականաբար ոչ։ Ու թող իմ այդ բոլորը կհամաձայնեն, որ վերևների կողմից ոչ մի վայնի հաշմանդամ, ոչ մի բան չի գնահատվում։ Այն որ գնացին, այն որ մի հատ մսաղած էր, գնացին մտան դուս եկան, ով ինչ դուս եկավ, դա էլ վերև Աստված։ Ինչ գնահատականի մասին է խոսքը։ Բնականաբար ոչ մի գնահատական։ Չփոխվեց եք վարորդ։ Նու արդեն քանի 5 տարի է Yandex-ի վարորդը։ Երբեք վիրավորվել։ 98 թվականից։ Որևէ աջակցություն չեք ստացել։ Նու դա շատ շուտ 98։ Ներկայումս չունեք որևէ աջակցություն։ Ոչ մի առողջապահական ապահովական։ Չէ, առողջապահական ապահովություն որ պետք է լինում կա, նամախնդիրները կան, նշի որ չկա, բայց ինչ մնում է, չգիտեմ, աշխատանքի հետ կապված մեծ սիրով կուզեինք մեր բոլորին, որ աշխատանք տային, չլինենք այն որ սենց աշխատանքի համար։ Նշեցիք, որ կարգի հաշմանդամ եք ներող։ Երկրորդ խումբ։ Անժամկետ երկրորդ խումբ։ Դուք պահանջում եք որպեսզի տոկոսադրույքներ իջեցնեն։ Այո, բնականաբար որ աշխատում ենք, գոնե մեր աշխատածից մեր աշխատածի 50%-ը մենք տանենք մեր տուն, ոչ թե տանենք այն հաշված կոպեկներ։ Նա չէ, ժողովուրդ Շնորհակալություն։ մի հատ կոչ կուզեմ անեմ։ Հայտարարություն ունենք։ Ուրեմն բոլոր վարորդները, մարզերի վարորդներ, լսում եք, ձեր մոտ ստորագրահավաք արեք, հասկանում եմ, հերրույա, չեք կարում կամ ձեր մոտ ստորագրահավաք արեք, ձեզանից մի հոգու խնդրեք, թող բերի այժմ ստե թուղթը։ Երկու օր ստորագրահավաք ենք անելու։ Երկու օրվա մեջ բոլորը ստորագրահավաքը գրում եք անուն, ազգանուն, ստորագրություն հեռախոսի համար։ Միայն վարորդները, լսում եք, միայն վարորդները, օնլայն տաքսու վարորդները, ով որ դեմ են, թող ստորագրահավաքը հավաքեն ու ինչ-որ ընկերոջ միջոցով ուղարկեն Երևան, եթե դժվարանում են գալը։ Այդքանը, շնորհակալություն։ Ամենակարևոր մի հատ Մենք եթե մեր պահանջը չբավարարվի, մենք բոլոր վարորդներով Կիրակի օրը մենք լսել եք Եվի, տեղյակ եք, Կիրակի օրը հրապարակը մենք մեր պահանջը ներկայացնել ենք, բայց դա թեթև պահանջ էր։ Ոչ խախտել ենք, ոչ ճամփա ենք փագել, ոչ մի բան։ Դանդաղ գնացել ենք ու սաղ, даже туристներ ասում էին, это свадьба, что ли? Это не свадьба, это бунты. Բրա, Yandex։ Մի խոսքով, մենք Կիրակի օրը մեր պահանջը ցույց ենք տվել, դրանից բետարա լինելու։ Եթե մեր պահանջը չարիք, դրանից բետարա լինելու։ Տեսեք, մենք Կիրակի օրն ենք արել, ոչ աշխատանքային օր է, բայց երկու շաբթի օրը, 3 շաբթի օրը 500 ավտոմեքենա դանդաղ գնա քաղաքով դեպի հրապարակ։ Պատկերացնում եք քաղաքի վիճակը ինչ է լինելու։ Խորհուրդ եմ տալիս բոլորին, այստեղ կազմակերպություն բան չկա, բոլորը թելեք, եթե հայ վարորդի մասին մտածում եք, հայ ժողովրդի վարորդի մասին մտածում եք, միասնական հելեք, այս հարցին լուծում տվեք, միասնական։ Եթե կարանք։ Մի հատ էլ կարևոր բան էլի։ Մեզ բոլորիս խաբս տվեց, որ տեսեք։ Հիմա նայեք ինչ անում։ Աշխատանքը ասում է Իդրամը փոխանցում Yandex-ը փոխանցում է Իդրամին, մարտի 1-ով փորձում է դայել ինքը իրանով տանի բոլոր վարորդների մոտ 80%-ը ունի հարկադիր։ Ինչ է անում։ Իդրամը կալանքի տակ է դնում։ Ինչի համար։
Ինչի համար։ Եվ ժողովուրդը դուքակի մատիրալ չի, իր խոսքերն են, իր դեմն ասում։ Էդի մուտի տեր։ Էդի պրոստը մուտի դեր, իր խապս տալով, եւ որ մեզ բժշկցրեց եկավ նստավ ինքն իր անելու նարած։ Մի արեք ժողովուրդ, մի թողեք անեն։ Մի թողեք անեն դա։ Հիմա էլ խապս տալի ի դրամը կալանքի տակ դնի։ Մարտի 1-ից ինչի համար։ Այդ հարցը կարևոր հարց է։ Շնորհակալություն։ Տեսեք Արտուր Ալեքսանյան, տեսեք այնպիսի թալան, ինչպիսին